Ճշմարտություն։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար Հայեմ կայքի եթերում ճշմարտություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Իսկ դա ենթադրում է, որ մենք կրկին ճշմարտության փնտրտուքով հյուրընկալվել ենք Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանին։ Աստվածօգնական սրբազան հայր։ Աստված պահապան։ Սկսենք մեր զրույցը, մեր հետևորդներին էլ տեղյակ պահեն, որ ճշմարտություն հաղորդաշարի շրջանակներում մենք ուղակի զրուցում ենք Միքայել սրբազանի հետ, ոչ թե սա հարցազրույց է, այլ ուղակի զրույց է, որպեսզի փորձենք ճշմարտության խորքային շերտերը բացահայտել, եւ այսօր առաջին հարցով պետք է խնդրեմ անդրադառնանք սրբազան հայր։ Իրական Հայաստանի եւ հոգեվոր Հայաստանի հակադրման այն քարոզին, որ այսօր ցինիկաբար տանում են իշխանության հայտնվածները։ Այն որ մեր իրականության, այսպես ասած, հայաստանյան իրականությունում ձևավորված ապարժեք քաոսը, այդ քաոսը մարմնավորող հպարտության մեղքը վերցրած քաղաքացիները բացարձակ կապ չունեն հոգեվոր Հայաստանի հետ, հոգեվոր էակի եւ հոգեվոր հայ հետ, դա ակնհայտ է, բոլորին է տեսանելի։ Սակայն այս ապարժեկության խորհրդանիշը դարձած առաջին դեպքը հայտարարում է, որ իրական Հայաստանը այլևս գաղափարախոսություն է, այսինքն այս ապարժեկությունը գաղափարախոսության մակարդակի է հասցվել։ Ցավալիորեն պետք է նշենք, որ պատմության ընթացքում մենք անընդհատ հայտնվել ենք այս իրավիճակում, անընդհատ հայտնվել ենք այն իրավիճակում, որ մորթապաշտությունը, նյութապաշտությունը գերակշռել է հոգևորին եւ բարբերաբար կորուստներով եկե հասել ենք վերջին։ Այս բարբերականությունը ու զոհաբերությամբ կարծես հաղթարել ենք այդ этаպը նորից կորուստներով։ Բայց ո՞րն է երկը սրբազան։ Ախտորոշումներ շատ կան, բայց ո՞րն է բուժումը։ Վերջը մենք բուժվելու ենք այս ախտից եւ մեր առաքելությանը համապատասխան շարունակելու։ Թե այսպես բարբերաբար, զոհաբերություններով, կորուստներով, այլևս կորուստի տեղել չկա։ Շատ չհասկացա, թե ինչի մասին է ասածդ։ Իրական Հայաստանը այսօր հայտարարված է պաշտոնական գաղափարախոսություն։ Իշխողների հետևաբար նաև պետական Ո՞րն է իրական Հայաստանը։ Որ ներկայացնում են իրենք 13 կետեր, 11 կետեր, 14 կետեր, որի պարագայում զրոյական կետից սկսելու են իրենք։ Այնինչ այսօր կա հրաժարում պատմական հիշողությունից, հրաժարում այդ արժեքներից եւ հանուն այսօրվա։ Այդ իմաստով իրենք բնավ օրիգինալ չեն։ Դրա փորձը տեղի ունեցել նաև 1920-ական, 30-ական թվականներին եւ ավելի մեղմ շարունակվել է 40-ական, 50-ականներին մինչեւ 60-ական թվականներ։ Բայց հետո նույնիսկ սովետական բռնապետության պայմաններում կոնֆլիկտի մեջ է մտել այդ իրական կեղծ իրական Հայաստանը տեսլական Հայաստանի տեսլականի հետ։ Եվ այդ կոնֆլիկտի իբրև արդյունք, դրական արդյունք եղել է Արցախի ազատագրումը։ Արցախի ազատագրումից հետո եղել է հղբացում, հբարդացում, ամբարդավանություն, անփութություն եւ ապիկարություն, որի հետևանքով այդ հզոր Հայաստանի տեսլականը խորտակվել է, վերադարձել ենք նույնիսկ սկզբնական վիճակից ավելի վատ դրության եւ հիմա արտարացման համար այս իրական Հայաստանն է պրոպագանդվում։ Բայց ինչքան ուզում ես պրոպագանդես իրական Հայաստանը այսօրվա դրության, վաղ թե ուշ դա դարձյալ կոնֆլիկտի մեջ կմտնի Հայաստանի տեսլականի հետ, տեսլական Հայաստանի հետ։ Կարողացա ասածս ասել։
Բայց այստեղ հարց է առաջանում, ինչպես անենք, որ տեսլական Հայաստանի հաղթանակը կամ հաղթանակի մեկնարկը տեսլական Հայաստանի, որովհետև Դրա համար պետք է ունենալ հայկական իշխանություն, մեծ բան չի դա։ Ես դրա համար, երբ որ տարիներ շարունակ ասում էի այդ մասին, շատերը հարցակվում, հիմա էլ են հարցակվում։ Ես որ ասում եմ, որ ամեն հայեր են խոսող եւ ամեն հայ անուն ազգանուն ունեցող, դեռ հայ չի։ Եթե իր մտահոգությունները Հայաստան աշխարհի մեջ չեն, հայկականության հետ չեն, հայկական հարցերի եւ հայկական երազանքների մեջ չեն, ինքը հայ չի։ դա քննարկման ենթակա չէ։ Չէ, քննարկման ենթակա է, շատ էլ լավ ենթակա է։ Չէ, շատ էլ լավ ենթակա է։ Մեզ համար կոնե Շատ չէ։ էլ լավ ենթակա, ո՞ց է դե։ Դուք վերջին մի շաբաթ ընթացքում նայեք, թե ձեր ազգը ինչով է ողջևորված եւ ինչով է ուրախացած։ Ինչով է ուրախացած ձեր ազգը վերջին այս մի շաբաթում։ Մենակ չացեք Օսկարով։ Ինչ որ մի միջին մագարտակի ֆիլմ Օսկար է շահել եւ հայ ազգը ողջևորվել է նրանում, որ այդ ֆիլմի մեջ հայերեն երկխոսություններ կան։ Այս մագարտակի դուք հնարավոր եք համարում, որ տեսլական Հայաստան ունենալ այս մագարտակով։ Լավ։ Երբ որ դուք այդ inferiority կոմպլեքսը հաղթահարեք, թերարժեքության բարդույթը, ձեզ մոտ թերարժեքության եւ գերարժեքության բարդույթի ասես մի խառնուրդ է։ Տեղ կա գերարժեքության բարդույթն է հայտնվում, տեղ կա թերարժեքության բարդույթը։ Եվ երբեմն թերարժեքության, արդեն որպես չի, հաջող, հիմա կոնկրետ այս դեպքում, թերարժեքության բարդույթը ներկայացում է իբրև գերարժեքություն։ Եթե մարդը հբարդանում է միայն նրա համար, որ ասենք մի շահած ֆիլմի մեջ հայկական հայերեն երկխոսություն կա, սա թերարժեքության բարդույթ է, բայց ներկայացում է իբրև ինչ, իբրև գերարժեքության խորհրդանիշ։ Տեսեք, մենք այնքան հզոր ենք արդեն, որ Օսկար շահած ֆիլմի մեջ հայերեն երկխոսություն կա։ Այդ հայերեն երկխոսության բովանդակության մեջ էլ չես մտնում, թե ինչ է բովանդակությունը։ Ես չեմ տեսել, չեմ նայել, ցանկություն էլ չունեմ։ Բայց այս ցնծությունը, որ տեղի է ունենում բոլոր մագարտակների վրա, եւ ներառյալ այսպես ասած նաեւ կինոարվեստի գործիչների մեջ, որոնք մտավորականներ են ի վերջո, չէ՞, համարվում։ Ու այդ մտավորականության հասկացության շուշ Ուրեմն հետևաբար այն հաստատումները, որ անում եք, չնչին փոքրամասնության վերաբերող հաստատումներ են։ Բայց հասարակության ուղղորդման համար բավարար է նաև։ Բավարար չի, բավարար լիներ, հասարակությունը կուղղորդվեր։ Այն որ իրականությունը այդպեսին է, դրա մասին էլ խոսեցինք, ապարժեք է, բայց ո՞րն է ելքը։ Դուք նշեցիք հայկական իշխանության մասին, հետևաբար այսպես հարցը ձևակերպեմ։ Որքան ապարժեքությունը խորանում է, այդ քաոսը դառնում է առավել ցցում, այնքան մարդկանց հայացները ուղղվում է դեպի եկեղեցին։ Եկեղեցին Հայաստանը ուղղել դեպի եկեղեցի։ Մարդկանց, ովքեր փորձում են ապարժեքության քաոսից Չնչին փոքրամասնություն։ Լինի չնչին փոքրամասնություն, բայց նաև չնչին փոքրամասնության համար եկեղեցին այս ապարժեք քաոսից դուրս գալու համար պետք է հոգևոր առաջնորդության ընտասն ապահովի, հոգևոր առաջնորդությամբ ընտասն ապահովի։ Այսինքն եկեղեցին ըստ էության դառնալու է պատվիրատուն հայկական իշխանության։ Եկեղեցին ինքն է դառնալու պատվիրատու հայկական իշխանության։ Ինչպիսի պետություն, ինչպիսի սոցիալ-հասարակական կարգ, որպիսի մարդիկ մնացածը, քաղաքական ուժերը, մտավորականները կարողանան իրենց բովանդակությունը քաղաքական, սոցիալ-հասարակական, տնտեսական բովանդակությունը այդ պատվերին համապատասխանեցնել։ Ըստ էության խոսքը տապանի մասին է, տապանի ուրվագրի, բովանդակության, էության մասին է, որը մեզ այս ապարժեք ջրեղեղից դուրս է հանելու։ Եկեղեցին 21-րդ տարին համապատասխան պետականակարգության
իշխանության պատվիրատու լինելու է, թե չէ։ Ում ես հարցնում։ Մենք ենք որոշողը, պետք է լինենք պատվիրատու, թե չէ։ Այո, Այսինքն, եթե մենք պատվերը տվեցինք, դուք կատարելու եք, այո, կատարեք։ պատվիրեք։ Պատվիրել ենք, ունեցեք հայկական, քրիստոնեական, առաջին քրիստոնեական պետությանը հարիր եւ հարմար եւ պատշաճ իշխանություն, քաղաքականություն, կեցված, մթնոլորտ, բարոյականություն, վարկ ունեցեք։ Մենք ֆիքսել ենք դա։ 21-րդ տարում։ 21-րդ տարում ինչպես է արտահայտվելու սա։ 21-ը նույն ձևով արտահայտվելու է, ինչպես արտահայտվելու է 4-րդ դարում։ 4-րդ դարում արտահայտվում էր առանց այսօրվա տեխնոլոգիայի, 21-րդ դարում արտահայտվում է այսօրվա տեխնոլոգիային համապատասխան եւ տեխնոլոգիական միջոցներով, բայց մարդը այդքան շատ չի փոխվել։ Մարդը մնում է նույն մարդը։ Բայց մարդն էլ է, չէ։ Մարդը նույն մարդն է, քրիստոնյա կամ ապաքրիստոնյա, հայ կամ ապահայ, քրիստոնեության հետևող կամ քրիստոնեությանը չհետևող։ Հիմա 4-րդ դարում էր, 5-րդ դարում էր քրիստոնեության հետևում էր առանց բջջային կապի, այսօր կարող է հետևել քրիստոնեությանը բջջային կապով։ Կենցաղը փոխվել է, սրբազան։ Կենցաղը փոխվել է, դադարվել է քրիստոնեությունից, կենցաղի փոխությունը տեխնոլոգիական առաջընթացի չի խանգարում եկեղեցուն։ Ոչ էլ հավելյալ խնդիրներ է առաջացնում եկեղեցու առաջ։ Հարցը այն է, որ եղեք 21-րդ դարին համապատասխան, 21-րդ դարի կոստյումով, 21-րդ դարի նորաձևությամբ, 21-րդ դարի համապատասխան գիտելիքներով օժտված քրիստոնյա հայեր, հնարավոր չի։ Հնարավոր է, բայց սոցիալ հասարակական կարգը, թե ինչպիսին պետք է լինի այդ հարաբերությունները, 21-րդ տարին պետք է համապատասխանի, սրբազան։ Համապատասխանեցրեք։ Այսինքն անհրաժեշտ է եկեղեցու կողմից սոցիալ հասարակական դոկտրին, թե ինչպիսին պետք է լինի։ Դուք դոկտրինով աշխատող, դոկտրինով ապրող մարդիկ եք։ Այո, Ուրեմն դոկտրինը կա, գոյություն ունի։ Հիմա այսօրվա դրությամբ, այսօր մեծ պահքի մեջ ենք գտնվում, չէ՞։ Եկեղեցին ֆիքսել է, հայտարարել է, չէ՞, մեծ պահքը։ Հետևում եք։ Հետևում եք։ կոնկրետ ինչ։ Հետևեք, կոնկրետ չէ քեզ, ազգի մեծամասնությանը, կոնկրետը ո՞րն է։ Ազգը հետևում է մեծ պահքին, քանի հոգի է այս ազգի, քանի տոկոսն է մեծ պահքին, թեկուզ ֆորմալ հետևում է, ֆորմալ հետևելը բավարար չի, բայց թեկուզ ֆորմալ, քանի տոկոսն է հետևում, դուք ասում եք դոկտրին է, չէ, մեծ պահքն էլ է, չէ, դոկտրին է, ապաշխարություն, դոկտրին է, չէ, մաքրվել, ներողություն խնդրել, այս 40 օրվա ընթացքում միմյանցից ներողություն խնդրել, կամ ես քեզանից ներողություն խնդրեմ, որ ինչ-որ մի սխալ բան եմ արել։ Դու գաս ինձնից ներողություն խնդրես, մեկի մյուսից, միմյանց ներել, միմյանց հետ խոսել, միմյանց հետ զրուցել, ոչ թե մտնել քաղաքական պայքարի մեջ եւ անպայման իրար հայհոյել։ Սրբազան շատերի Պատրաստվել ավակ շաբաթվա մեջ անցկացնել խոկումով, աղոթքով, ապաշխարությամբ, տիրոջ նայվածքով, չէ՞։ Դոկտրին է, չէ՞, հետևում եք։ Կիրակի օրերը գնալ տիրոջը տալ կիրակի օրը, դոկտրին է, չէ՞։ Տիրոջը տալ, հետևում եք։ Հիմա այս հասարակ բաներին չեք հետևում, դուք ուզում եք ինչ-որ բարձր փիլիսոփայական դոկտրիններին հետևել, որ ասիկին եկեղեցին ասի, որ գիտես ինչ, ձեր սոցիալ-տնտեսական կամ ձեր պետականական բանը այսպես է, պետք է նախագահ ստեղ լինի, վարչապետը ստեղ լինի, ազգային ժողովը ստեղ լինի, եւ դուք պետք է հետևեք դրան։ Խոսքը քաղաքական կառուցվածքի մասին չէ։ Այդ քաղաքական բովանդակության մեջ արտարության հաստատման մասին։ Դե ասում եք մենք, արտարություն հաստատում հնարավոր է առանց ապաշխարության։ Չէ, հնարավոր չէ, բայց ծիսակարգով, միայն ծիսակարգով է չեն գալիս։ Բայց ով է խոսում ծիսակարգի մասին։ Ով է խոսում ծիսակարգի մասին։ Երեքին զանգել են, ասում են արտասահմանից մեկ եկել է, ձեզ է ուզում տեսնել, ինչի համար, որովհետև դուք քանի որ ապաշխարությունից եք խոսել, ինքը եկել է ձեզ մոտ ապաշխարելու։ Եղբայր, ես ոչ չեմ ասել, որ բոլորը պիտի գան ինձ մոտ ապաշխարեն։ Ծիսական։ Ես նման բան եմ ասել։
Ուրեմն եկեղեցականը միշտ չէ որ, այո, որտեղ անհրաժեշտ է եկեղեցականը կա քո ասած ծիսականով, որպեսզի օգնի մարդուն կատարելու այն քայլերը, որոնք վերաբերում են իր նորոգությանը։ Բայց եկեղեցին չի ասում պարտադիր եկեք բոլորդ մոտեցեք ինձ, որպեսզի ես ձեզ թողություն տամ։ Այո, ի վերջո պետք է մոտենաք ինչ-որ մի հոգևորականի, որպեսզի թողություն ստանաք, բայց դրանից առաջ էլ մի հատ զղջացեք, ապաշխարեք, ներողություն հայցեք, հադուցեք եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Իսկ դուք մեկից այդ բոլորի վրայից թռնելով ուզում եք միանգամից գալ թողության։ Այս ամեն ինչը չանելով, հա, գնամ քահանայի մոտ, թող քահանան թողություն տա։ Չէ։ Դուք մաքրվելու process-ը անցեք, որովհետեւ կարողանաք արդյունք տալ, պատուղ տալ։ Եվ անհատական եւ ազգային մակարդակում։ Եվ անհատական եւ ազգային մակ։ Երբ որ անհատական մակարդակի վրա չի լինում, ազգայինի վրա ո՞նց կլինի։ Խմորը պետք է խմորվի, չէ՞, թաթխմոր, եթե չկա այս ազգի մեջ, ինչը խմորվի։ Կամ եթե նույնիսկ այդ թաթխմորը կա, այդ չխմորվելու ունակ զանգվածը, որ չի ուզում խմորվել, ինչպես կլինի խմորվել։ Դա ինչպես պետք է այդ չուզեցող զանգվածին նույնպես խմորել։ Վերջիվերջո այդ ապարժեք հատվածը, որը բարբերաբար դարձյալ է մեր պետությունը։ Դարձյալ էլի վերադառնամ, դարձյալ ասեմ, դրա համար պետք է ունենալ հայկական իշխանություն։ Դրա համար իշխանական էլիտան ձերքի տված մտավորական էլիտայի հետ, ձերքի տված, երբ որ իրենք երկուսով միացան, ձերք կտան նաև եկեղեցու հետ, եւ եկեղեցու հետ ձերք կզարգնեն լուսավորության։ Այս ազգին բարձրացնելու այն տիղմից, ինչի մեջ որ է։ Իշխանությունը պետք է հասկանա, իշխանական բուրգը պետք է հասկանա, որ ինքը պետք է ապրի քրիստոնեական պատվիրաններին եւ հայկական երազներին համապատասխան։ Սրանք մեկի մյուսին չեն խանգարում։ Չէ, ներդաշնակ են։ Դրա համար օգնության պետք է կանչի ողջ մտավորական, այդպիսի քրիստոնյա մտավորական, հայ մտավորական, որ չկա, բայց կարելի է, երբ որ չափանիշը երբ որ լինի, կհայտնվեն մարդիկ կուզենան այդպիսին լինել։ Եվ եկեղեցու զորակցությամբ, ոչ թե եկեղեցու անպայմանորեն հեղինակությամբ, եկեղեցու զորակցությամբ ձեռք պետք է զարգեն այս ազգին բարձրացնելու, դարձնելու հոգևոր ազգ։ Ինչը որ արեցին Գրիգոր Լուսավորիչ եւ Տրտակ Թագավոր։ Գրիգոր Լուսավորիչը կարող էր անել այն ինչ որ արել է առանց Տրտակ Թագավորի։ Տրտակ Թագավորը կարող էր անել այն ինչ որ արել է առանց Գրիգոր Լուսավորիչի։ Եթե այդքան հեշտ էր, Գրիգոր Լուսավորիչից 300 տարի առաջ կլիներ։ Այն ինչ որ եղավ, չէ, բայց ինչի եղավ, ինչու Գրիգոր Լուսավորիչը հաջողվեց եւ ինչու Տրտակը հաջողվեց, որովհետեւ միացան։ Քաղաքական իշխանությունը եւ հոգեվոր իշխանությունը միացան, ոչ թե միացան ինչ որ մի երրորդ հարց լուծելու համար, այլ հենց իրենց հարցը լուծելու համար։ Իրենց վերափոխման համար։ Եվ երբ որ իրենք վերափոխեցին ժողովուրդը։ Եվ որտեղ էլ որ ժողովրդի վերափոխումը դժվարացավ, Աստված ուղարկեց Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթևին, որոնք դարձյալ Վռամշաբու թագավորի հետ ինչ արեցին։ Լուսավորեցին, վերստին մեկ անգամ եւս հայերենով, հայոց լեզվով լուսավորեցին հայոց աշխարհը։ Այստեղ ինչ որ բարդ մի բան կա, բարդ բան չկա։ Բանաձևը հստակ է հայկական իշխանություն, հայկական երազներով ապրող եւ քրիստոնեական արժեքներով, այսինքն ներդաշնակ։ Ինչպես է։ Ես դրա համար ինչքան անգամ ասել եմ, որ ես այն ձևով չեմ մոդենում հարցին, որ գիտեք ինչ, եկեք դառնանք դեպի Աստծուն, Աստված ամեն ինչ կանի։ Եկեք դառնանք դեպի Աստված, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անելու մենք։ Որպեսզի մեր աչքերը բացվի, հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Աստված մեր փոխարեն չի ազատագրելու Արցախը, մենք ենք ազատագրելու։ Բայց դրա համար նախ դառնանք դեպի Աստված, որպեսզի հասկանանք,
թե ինչ ենք անելու, Ինչպես ենք ազատագրել։ ինչպես ենք ազատագրելու։ Խելք շնորհք կտա Աստված, որովհետև երբ որ Աստծուն դարձած չես, երբ որ դու հայ չես, քրիստոնյա չես կարող հայկական քրիստոնեական հարց լուծել, չես կարող չեզոք դիրքից դու ուզենաս լուծես հայի հարցը, երբ որ ինքդ հայ չես։ Չես կարող լուծել քրիստոնյայի հարցը կամ եկեղեցու հարցը, երբ որ ինքդ քրիստոնյա չես, չես, մա շատերը չէ, հոխորտում են եկեղեցին սենց, դու չես կարող այդ եկեղեցու հարցը լուծել, երբ որ ինքդ քրիստոնյա չես կարող։ Պետք է լինես, որպեսզի կարողանաս այդ հարցը լուծել։ Դրա համար հայկական իշխանությունը պետք է լինի եւ հայ եւ քրիստոնյա, երբ որ ես ասում եմ հայկական, դա քրիստոնեությունը անպայման է։ Ձև չկա քրիստոնեության այլընտրանք գտնելու, ձև չկա։ Եվ հայ առաքելական եկեղեցին է այդ քրիստոնեության կրողը։ Հարգանք բոլոր մնացած քրիստոնեական եկեղեցիներին, բայց մեր դեպքում հայ առաքելական եկեղեցին է այդ հայկական քրիստոնեության կրողը եւ հայկականության քրիստոնեական մոդելի կամ քրիստոնեականի հայկական մոդելի ներկայացնողը հայ եկեղեցին է։ Երբ որ դու հայ եկեղեցին օտարում ես քեզնից եւ օտարվել է վաղուց, ես ընդհանրապես 1918 թվից է օտարվածը։ Օտարել ես քեզնից, ինչ պատվեր կարող է իջեցնել եկեղեցին, որպեսզի դու կարողանաս անել այն, ինչ որ իբր թե ուզում ես։ Դարձ դեպի Աստված ու ազատագրական պայքար։ Դարձ դեպի Աստված, երբ որ դառնաս դեպի Աստված, մտնես եկեղեցիները լցնես, հասկանաս, ժառանգությունդ ընդունես, որովհետև եկեղեցում է գտնվում քո ժառանգության առյուծի բաժինը, ընկալես այդ ամեն ինչը, սպունգի նման քաշես, որպեսզի այդ քաշածդ արդյունք տա։ Դու պարբված ես այդ ամեն ինչից։ Դու պարբված ես, կողքից նայում ես, ասում ես, ես ինչ գեղեցիկ է, բայց դու պարբված ես։ Պետք է դարձնես քո սեփականը, այդ հիմա իշխանական բուրգի վերից վար, փոխանակելնելու ազգային ժողովի ամբիոնից պարոն Աճաբահյանով կամ պարոն Էսինչով, պարոն Գալստանյանով խոսալու, ձեր քրիստոնեական նկարագրի վրա կենտրոնացեք։ Դա թե արժեքության պարտույտ է կայանում են դրանից մասին չխոսեն սրբազան։ Կարող ենք ենթադրել դարձ դեպի Աստված եւ բացելու է Աստված մեր աշկերը, որպեսզի ազատագրվենք մենք եւ այս անարժեքությունից եւ ազատագրվենք նաեւ ներքին ու արտաքին թշնամուց։ Ուրեմն ներքին թշնամուց կարող ենք ազատագրվել նաեւ այդ ներքին թշնամուն վերափոխելով, դարձնելով հայ։ Հասկանում ես, երբ որ այդ process-ը ընթանա, արդեն նրանք, ովքեր մտադիրել չէին հայկականալու, կմտածեն արժի թե չարժի։ Եթե իրենք համարեն այն բանի մեջ, որ չարժի, իրենք կհեռան հայկականությունից, կպարզվի, գզուլալվի վիճակը, կհասկանանք, որ այս մարդիկ կապ չունեն այս մեր գնալիք ճանապարհի, մեր ընթացիկ ճանապարհի, որ չունեն, առնչություն չունեն, հետևաբար Աստված իրենց հետ։ Թող գնան իրենց իրական Հայաստանը կերդեն, Լոս Անջելեսում, թե Մոսկվայում, թե չգիտեմ, ուրիշ որտեղ կա ալտերնատիվ։ Սոչիում, թող գնան կերդեն իրենց իրական Հայաստանը։ Ստամոքսին համապատասխան։ Մենք նրանց հետ անելիք չունենք։ Նրանց մենք ոչնչացնելու կոչեր չենք անում, ոչ մի բան չենք անում։ Աստված իրենց հետ թող գնան, մենակ թողնեն մեզ հանգիստ, որ մենք գնանք մեր երազած Հայաստանի հետևից, որն է հոգևոր ամբողջական Հայաստան։ Ամբողջական Հայաստան ասելով հասկանում ես, այսինքն Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն չենք հասկանում։ Հասկանում ես։ Մեր հայրենիքը, որը ժառանգվում է։ Հասկանում ենք այն հայրենիքը, որտեղ մեր թողած ժառանգությունը, հեն թեկուզ ժառանգության հետքերը նույնիսկ ոչնչացված, դեռ այսօր առյուծի բաժին են կազմում։ Եվ մեզ կանչում են։ Օրինակի համար Արցախում
նույն Արցախում ասենք այնտեղ ոչ ադրբեջանցի է բնակվում, ոչ հայ է բնակվում, մարդ չկա, թափուր տարածք է, գնանք ուսումնասիրենք, ում հետքերն են ավելի շատ, ով է ավելի շատ հետք թողել, հայ ժողովուրդը, թե թուրք ժողովուրդը, եթե թուրք ժողովուրդն է ավելի շատ հետք թողել, ուրեմն իրենցն է, Հողը ամբողջությամբ հայկականությամբ է ներծածված։ Ուրեմն մեր Հայաստանը դա ինչ որ ես ասել եմ, որ մենք եկեղեցիներով եւ քրիստոնեական մշակույթի հուշարձաններով գծել ենք մեր երկրի սահմանները։ Մեր երկրի սահմանները հայ եկեղեցին գծել է։ Ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը, հայոց պետականությունը, հայոց բանակը եւ մնացած բոլոր ատրիբուտները պետք է պահեին այդ սահմանները։ Չեն պահել, հայ եկեղեցին էլի պահել է, մինչև որ ֆիզիկապես բնաջնջել են նաև հայ եկեղեցականին եւ նաև քարուքանդ են արել այդ սահմանային ամրությունները եկեղեցիներով։ Բայց ժառանգությունը կա հոգևոր ընկալման։ Ինչքան էլ որ քանդել են, դեռ կա։ Նախիջևանում դեռ կա։ Եվ Նախիջևանում էլ դեռ մեր մշակույթի հետքեր ավելին են, քան այսօր այնտեղ բնակվողների։ Ամբողջական Հայաստանը էդ է։ Թե չէ Կալկատան Հայաստան չի, Սպահանն էլ Հայաստան չի, Ստամբուլն էլ Հայաստան չի, Լոս Անջելեսը, Թիֆլիսն էլ Հայաստան չի, Բաքուն էլ Հայաստան չի։ Հասկանում եք։ Ամփոփենք, որովհետև ես երբ որ ասում եմ ամբողջական Հայաստանը որտեղ է վերջանում, այսպեսի հիմար հարց են տալիս, կարծում են թե այսինքն հիմար հարցի մեջ պետք է ներքաշվենք, մենք շատ լավ գիտենք մեր հայրենիքի սահմանները։ Ու հայրենիքի փոխարեն ինչ որ գծագրեր ցույց չենք տալիս։ Ամփոփենք Սրբազան, ձեր խոսքերում շատ էր ուղերձները, բայց մեծ բակի ընթացքին համապատասխան ձեր խոսքը հորդորը կոչը։ Թողեք գոնե մեծ պահքին զբաղվենք մեծ պահքով։ Բայց մեծ պահքի ընթացքում նաև հորդորն ու պատգամն է պետք։ Մեր հետևորդներին։ Մեծ պահքը դա մեծ դարձյալ է, ինչ որ 1000 անգամ ասել է, մեծ հնարավորություն է յուրաքանչյուրիս համար անդրադարձ ունենալու մեր անհատական, ընտանեկան, բագային, գերդաստանային, համայնքային, տարածաշրջանային, ազգային, համազգային սխալների մասին։ Ներում հայցելու այդ սխալների համար, շտկել փորձելու այդ սխալները եւ համոզում ձևավորելու այդ սխալները չկրկնելու։ Կանենք, կշահենք, չենք կանի, չենք շահի։ Աստված օգնական Սրբազան։ Աստված պահապան։ Այսպեսին էր հարգելի հետևորդներ, այսօր ճշմարտություն հաղորդաշարը, մենք զրուցեցինք Միքայել arczepiskopos Աջապայանի հետ մեր իրականության ճշմարտության փնտրտուքով։ Ճշմարտություն հաղորդաշարը Արդար Հայեմի եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ճշմարտություն։ Ողջ ճշմարտությունը մեր իրականության մասին Միքայել arczepiskopos Աջապայանի կողմից։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։